Ողջույն, շարունակում ենք Linux-ի դասը, այս դասին կխոսենք PID-ով հրամանի մասին, հա, ինչ է անում PID-ով-ը, PID-ով-ը մեզ ցույց է տալի, փորձում է մեզ օգնել գտնել process-ի ID-ն, այսինքն ծրագրի ID-ն, որը տվյալ պահին աշխատում է մեր Linux-ում։ Որպեսզի օրինակ գտնենք ցանկացած, այսպես անեմ, հա, PID-ով, ցանկացած ուրեմն process-ի ID, տվյալ դեպքում bash-ի ID-ն սա է։ Իդեպ, եթե դուք անում եք bash, բերում է մի քանի ID-ներ, նշանակում է ինչ-որ process-ներ կան, որոնք, այսինքն ծրագրեր կան, որոնք աշխատում են այս անունով, հա, executable-ը այս անունով է, տվյալ service-ը այս անունով է աշխատում, տվյալ process-ը։ Որպեսզի մենք հստակ, օրինակ, որոշենք bash-ի process-ի ID-ն, մենք հավաքում ենք pid-ով -s եւ դուք հստակ տենում եք միայն ուրեմն այս process-ի ID-ն։ Քանի որ տվյալ դեպքում մեր համակարգում միայն մի bash է աշխատում եւ այս ID-ով այստեղ մենք մեկ տեսանք, սակայն եթե տեսնենք մի քանիսը, ուրեմն բերեք այսպես օրինակ փորձենք, հա, Chrome, տեսնենք, որ Chrome-ով այստեղ մի քանի process կա, հիմա կոնկրետ Chrome process-ը այսպես ենք անում եւ տեսնում ենք կոնկրետ Chrome process-ը աշխատում է այս ուրեմն ID-ի տակ, հա, այսպես դուք տեսաք մենք ուրեմն process-ի ID-ն, հա։ Որպեսզի օրինակ տեսնեք pid-ով -x, բերեք սենց անենք bash, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է ուրեմն pid-ով-ը ցույց չի տալի ուրեմն shell, perl, python եւ այլ սկրիպտները, որպեսզի դուք տեսնեք, որ ինչ որ սկրիպտ է աշխատում այս անունով, դուք հավաքում եք -x, հա, եւ մենք տենում ենք նորից այս ID-ն, այսպես։ Օրինակ, բերեք նորից Chrome-ի օրինակը բերեմ, так, Chrome, այսպես։ Տեսնեք Chrome-ով մի քանի process-ներ կան։ Ես չեմ ուզում օրինակ, որ այս process ID-ն ցույց տա, հետեւաբար հավաքում եմ ուրեմն pid-ով, ինչ եմ հավաքում -o omit, հա, եւ 10 օրինակ 7 եւ գրում եմ Chrome։ Եվ այստեղ դուք տեսնում եք, որ omit արեց այս ուրեմն process ID-ն, հա, այն ցույց չտվեց։ Pid-ով-ը շատ օգտակար հրաման է, որպեսզի դուք գտնեք ձեր ուրեմն ծրագրի process ID-ն, այսքանը այս դասի համար։